Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է թվային գովազդի պլատֆորմ տրամադրող ամերիկյան Trade Desk ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 31.3%-ով։ Հաջորդը Hims & Hers Health ընկերությունն է։ Առողջապահական ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 27.2%-ով։ Հաջորդը անլար եւ լարային կապ ապահովող սարքավորումների արտադրությամբ զբաղվող Ubiquiti ընկերությունն է 26% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը դեղագործական ընկերություններինն է, շարքը բացում է Argenx ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 15.4%-ով։ Հաջորդը Vertex Pharmaceuticals ընկերությունն է, որի բաժնետոմսերի գինը նվազել է 15.2%-ով։ Եռյակը եզրափակում է Summit Therapeutics-ը, ամերիկյան դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 14.1%-ով։ Wall Street-ը շաբաթն ավարտել է առանց էական փոփոխությունների, մինչ ներդրողները սպասում էին հանգստյան օրերին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների արդյունքներին։ Ուրբաթ S&P 500-ը աննշան նահանջել է 0.7%-ով, Dow Jones-ը 0.29%-ով, իսկ Nasdaq-ը գրեթե չի փոխվել։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը նվազել է 0.47%-ով, Nasdaq-ը կորցրել է 0.27%, Dow Jones-ը 0.16%։ Շաբաթվա վերջին ներդրողներին ոգևորել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցություններում առաջընթացի նշանները, արդեն կիրակի երեկոյան ամերիկյան բաժնետոմսերի ֆյուչերզները բարձրացել են։ S&P 500-ի ֆյուչերզները աճել են 1.3%-ով, Nasdaq-ինը 1.6%-ով, այն բանից հետո, երբ բանակցողները հայտնել են Շվեյցարիայում 2 օրվա հանդիպումների ընթացքում զգալի առաջընթացի մասին։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազեցնելու վերաբերյալ համաձայնության մասին։ Առևտրային լարվածության մեղմացման լավատեսությունը դրական է ազդել նաև եվրոպական ֆոնդային շուկաների վրա։ Ուրբաթ օրը գերմանական DAX ինդեքսը հասել է ռեկորդային բարձրակետի, աճելով 0.6%-ով, իսկ ընդլայնված եվրոպական Stoxx 600 ինդեքսը բարձրացել է 0.4%-ով։ Եվրոպական բաժնետոմսերի աճը գլխավորել են էներգետիկ, ապա ավտոարտադրող ընկերությունների բաժնետոմսերը։ Անցյալ շաբաթ ներդրողները 16.2 միլիարդ դոլար են դուրս բերել ԱՄՆ բաժնետիրական ֆոնդերից, սա այս ֆոնդերից արտահոսքի 4-րդ անընդմեջ շաբաթն էր։ Ամենամեծ հարվածը ստացել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը, կորցնելով 13.6 միլիարդ դոլար։ Հակառակ պատկերն է ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերում, դրանք անցած շաբաթ ներգրավել են 3.5 միլիարդ դոլար, ամենաշատը վերջին 8 շաբաթվա ընթացքում։ Տարադրամի շուկայի ֆոնդերը նույնպես մեծ թռիչք են գրանցել 28.4 միլիարդ դոլարի ներհոսքով, ինչը ամենաբարձրն է մարտի սկզբից ի վեր։ Անցած ուրբաթ Pinterest-ի բաժնետոմսերը աճել են ավելի քան 11%-ով, այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է եկամուտների աճի կանխատեսում, ցույց տալով, որ համաշխարհային առևտրային լարվածությունը չի ազդում գովազդի շուկայի վրա։ Pinterest-ը կայուն արդյունքներ է գրանցել շնորհիվ արհեստական բանականության վրա աշխատող գովազդային գործիքների։ Բացի դրանից, հարթակի օգտատերերի թիվը մեկ ամսում աճել է 10%-ով, հասնելով 570 միլիոնի։ Tesla-ի բաժնետոմսերը ուրբաթ աճել են 4.7%-ով, հասնելով փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Ընկերության բաժնետոմսերը վերջին 3 շաբաթվա ընթացքում աճել են գրեթե 15%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վերաբերյալ լավատեսական տրամադրություններով եւ նշաններով, որ Tesla-ի գործադիր տնօրեն Elon Musk-ը նախատեսում է ավելի շատ կենտրոնանալ ընկերության, քան Թրամփի վարչակազմում իր գործունեության վրա։ Չնայած այս հաջողություններին, Tesla-ն դեռևս զբաղվում է Եվրոպայում թույլ վաճառքների մարտահրավերին։ Դաշնային պաուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ 4.25%-ից մինչև 4.5%-ի սահմանում, որպես իր որոշման հիմնավորում կենտրոնական բանկը նշել է տնտեսության վերաբերյալ աճող անորոշությունը, ներառյալ գնաճի եւ դանդաղ աճի ռիսկերը, ինչը հնարավոր ստագֆլյացիայի նախազգուշական նշան է։ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 0.3%-ով, մինչդեռ գնաճը տատանվում է 2%-ից մի փոքր բարձր։ Դաշնային պաուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն ասել է, որ տնտեսությունը դեռևս կայուն վիճակում է, սակայն մաքսատուրքերի եւ առևտրային քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները հատկապես Չինաստանի հետ կապված կասկածներ են առաջացնում տնտեսության հեռանկարի շուրջ։
Անգլիայի բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով մինչև 4.25%։ Բանկը նշել է, որ նոր առևտրային խոչընդոտները հավանաբար կդանդաղեցնեն Մեծ Բրիտանիայի տնտեսությունը եւ ժամանակի ընթացքում կնվազեցնեն գնաճը։ Բանկն այժմ ակնկալում է, որ Միացյալ Թագավորությունում գնաճն այս տարի կհասնի 3.5%-ի եւ կվերադառնա իր 2% նպատակային ցուցանիշին ավելի շուտ, քան սպասվում էր։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։